Կիրակնորյա պատարագի ժամանակ է ահաբեկիչը մտել Դամասկոսի ուղղափառ եկեղեցի, հավատացյալների վրա անկանոն կրակ բացել ու պայթեցրել իրեն։ Զոհերի թիվը հասել է 22-ի, 50-ից ավելի մարդ վիրավոր է։ Սուրբ Եղիա հունական եկեղեցու քահանան պատմել է, որ ահաբեկիչները երկուսն են եղել։ Մենք եկեղեցուց դուրս կրակոցներ լսեցինք, հետո 2 հոգի պայթուցիկ գոտիներով ներս մտան, կրակեցին եւ պայթեցրին դրանք։ Ըստ Սիրիայի ներքին գործերի նախարարության ինքնասպան ահաբեկիչը իսլամական պետության անդամ է եղել։ Սա Դամասկոսում առաջին ահաբեկչությունն էր այն բանից հետո, երբ նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը դեկտեմբերին տապալվեց իսլամիստների գլխավորած ապստամբության հետևանքով։ Ասադի տապալումից հետո իսլամական պետությունը Սիրիայում եկեղեցիների վրա մի քանի հարձակման փորձ է կատարել, սակայն որևէ մեկը չէր հաջողել։ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարան, որը գլխավորում էր Ասադի դեմ հարձակումը, անցումային փուլի համար իշխանություն ստանձնելուց առաջ բազմիցս հայտարարել է, որ պաշտպանելու է փոքրամասնություններին։ Հունաստանի արտգործնախարարությունը դատապարտել է ահաբեկչությունը ու այն անվանել զազրելի հարձակում։ Ահաբեկչությունը դատապարտել է նաև Թուրքիան, որի օգնությամբ ի դեպ Սիրիայի նոր ղեկավար Ալ-Շարան դարձավ նախագահ ու աշխարհը մոռացավ նրա ահաբեկչական անցյալի մասին։ Լիլիթ Մուրադյան, Reopen Media։